Այսօր արդեն Եվրախորհրդի մակարդակով ճանաչվել են վտանգավոր տենդենսները յուվենալ արդարադատության, հենց Եվրախորհրդի մակարդակով, եւ դա հենց հակայուվենալ կոալիցիայի աշխատանքի արդյունքն է։ Քանի որ Հայաստանին գրանտեր են խոստվել, պետական գրանտեր, խոսքը չի գնում ՀԿ-ների մասին, քանի որ Հայաստանը պետական աջակցություն է ստանում Եվրամիությունից եւ չգիտես ինչու է արտադրության դիմաց Եվրամիությունը պահանջ է դրել ընդունել այսպես կոչված ընտանեկան բռնության մասին օրենք, իսկ այդ ընտանեկան բռնության մասին օրենքը, որը շատ գեղեցիկ վերնագիր ունի, մեջը պարունակում է հետեւյալ բանաձևումը, համաձայն որի օրինականացվում են միասեռական ընտանիքները, բազմակնությունը, այդ օրենքի ձևակերպումների համաձայն, ինչպես նաև հիմք է մտցվում այսպես կոչված հոգեբանական բռնություն, որի հիման վրա երեխային ցանկացած ընտանիքից, առողջ ընտանիքից կարելի է հեռացնել եւ հանձնել ապագայում շահագործման կամ մանկատներ կամ այլ ընտանիքներին։ Այսինքն նման օրենսդրական նախաձեռնությունը, որը սեպտեմբերին պատրաստվում է մեր կառավարությունը դիտարկել, Հայաստանում պատրաստվում է մեղմ ասած օրենսդրական դիվերսիա։ Не случайно назвали так свою Յուվենալ արդարադատությունը ներխուժում է ընտանիքներ բերելով իր օրենքները, որոնք ընդունելի չեն մեր հանրության համար։ Այս կերպ փորձում են վերացնել ընտանիքի ինստիտուտը, արդեն վերանում է ամուսինքին, տղամարդկին դերաբաշխումը, որ բնությունից է գալիս։ Սա ընտանիքների ցեղասպանություն է, ավանդական մշակույթների ջարդ, արդեն երրորդ սեռ է առանձնացվում եւ անսեռ այդեակների գոյությունն օրենքով է պաշտպանվում։ Ինձ թվում է հաճախ պաշտոնյաներն իրենք էլ չեն հասկանում, ինչ վտանգի առաջ են մեզ կանգնեցնում։ Նրանց ասում են, ձեզ մոտ էլ արևմուտքի պես լավ կլինի, նրանք ուրախանում են, դրան գումարած նաև գրանտները եւ այսպիսի օրենքներ են մեզ պարտադրվում։ Ընտանիքը պետք է պաշտպանված լինի պետության կողմից։